Ժամը 12-ն է Open Media-ի ուղիղ եթերում Ռինյուզ լրատվականը շարունակում է իր աշխատանքը, ես Անին եմ Զաքարյան, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ողջույն։ Նախորդին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ եւ քննարկել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Փաշինյանը Մակրոնին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ավելի ուշ Մակրոնն իր էջում գրել է մեջբերեմ Փաշինյանին հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։ Նաև վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Խաղաղությունը եւ բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար եւ օրինակ դրա սահմաններից անդին մեջբերման ավարտը։ Արտգործնախարար Շարարատ Միրզոյանը չի մասնակցի Ղրղստանում կայանալիք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդին հայտնել է գերատեսչության խոսնակ Անի Բադալյանը։ Նիստը նախատեսված էր այսօր Ղրղստանում։ Իդեպ Միրզոյանն այս պահին հանդիպում է ունենում երկօրյա այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ եւ նրա հետ համատեղ ասուլիս կունենա, որի մասին կպատմենք մեր հաջորդ թողարկումներում։ Կայա Կալասը երեկվանից է մեր երկրում, նրան նախորդին ընդունել է նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ հայտարարել, որ գործակցությունը Եվրամիության հետ հաջողված է, որն ընդգրկում է կյանքի բոլոր բնագավառները։ Կայա Կալասը նշել է, որ իրենք կարևորում են Բրյուսել-Երևան սերտ գործակցությունն ու շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։ Մտքեր են փոխանակվել նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցություն ընդլայնելու հնարավորությունների շուրջ։ Այնուհետև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X-ի սոցիալական ցանցում գրառում է արել հանդիպման մասին մեջբերեմ։ Ուրախ եմ լինել Հայաստանում եւ հանդիպել Հայաստանի նախագահ Խաչատուրյանի հետ։ Քննարկել ենք Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացումը, բարեփոխումներին Եվրամիության աջակցությունը եւ կայունության ու բարգավաճման ամրապնդումը։ Սա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման բանալին է մեջբերման ավարտը։ Օրվա երկրորդ կեսին Կալասն այցելել է Եղեգնաձորում տեղակայված Հայաստանում Եվրամիության առաքելության կենտրոնակայան։ Իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի թագավորությունում մասնակցելու ՄԱԿ-ի զարգացման ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում։ Համաժողովի ընթացքում հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ, հաղորդել է նախագահի աշխատակազմից։ Գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանը հերթական հայտարարություն է տարածել Պաշտպանության խորհրդի միջոցով մեջբերեմ։ Նրա 8-րդ նամակի հիմնական թեզերը՝ բիզնեսը, մասնավոր ոլորտը վերածում են քերելու առարկայի, իսկ գործարարին թշնամու։ Այս իշխանությանը հաջողվեց գրեթե ամբողջությամբ ոչնչացնել երկրի ներքին ներդրումային մթնոլորտը։ Այս ամենը բերեց վերջին 7 տարիների ընթացքում առավելապես 0 հավելյալ արժեք արտադրող ընկերությունների ստեղծման, իսկ օտարերկրյա ներդրողների համար դարձանք ոչ հետաքրքիր եւ հեռանկարային երկիր։ Իշխանություններն իրենց առաքելությունը պատվով կատարող լրագրողներին փորձեցին մեկուսացնել, հիմնավոր ճիշտ խոսքը կամ քննադատությունը փորձեցին զրոյացնել, փոխարեն նախ բլցնելով հանրային խոսքի հարթակներում։ Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել, նույնիսկ առաջին անգամ հայ տղամարդն անզոր եղավ պաշտպանելու իր կնոջ եւ դստեր արժանապատվությունը։ Միանշանակ է, որ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր, աղքատություն բառը թողնելու ենք անցյալում եւ հանրային դաշտը հայհոյախառն աղբից մաքրվելու է, մասնավորապես գրել է Կարապետյանը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները եւ հայտարարել, որ նախևառաջ դա Հայաստանի ներքին գործն է։ Մեջբերեմ, եւ մենք որևէ կերպ չենք ցանկանում միջամտել այդ ներքին գործերին։ Անշուշտ Հայաստանը մեզ համար շատ մտերիմ երկիր է եւ եկեք չմոռանանք, որ մի քանի միլիոն հայեր Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք իհարկե ցավով են հետևում այդ զարգացումներին։ Շատերն իհարկե չեն ընդունում այն, թե ինչպես է դա տեղի ունենում, ուստի այո, մենք հետևում ենք, բայց դա Հայաստանի ներքին գործն է, ասել է նա լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Եկատերինբուրգից հետո հիմա էլ Վորոնեժի մարզում են սկսվել ադրբեջանական համայնքի բնակատեղիներում լայնածավալ խուզարկություններ ու ձերբակալություններ։ Վորոնեժի Ալեքսեևսկի շուկան վաղուց է անվտանգության ուժերի ուշադրության կենտրոնում։ Տարին մի քանի անգամ այստեղ խուզարկություններ են անցկացվում միգրացիայի կարգը խախտողներին հայտնաբերելու համար։ Տեղի բնակիչները պարբերաբար բողոքում են ադրբեջանցիների վարքագծից եւ ոչ սանիտարական պայմաններից։ Հունիսի կեսերից իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, երբ իրենց շուկայի տերեր համարող ադրբեջանցի միգրանտները փորձել են դանակներով սպառնալ ռուս բեռնափոխադրողներին նրանց ավտոմեքենաները խլելու նպատակով։ Վարորդներին փրկել են տեղացիները ոստիկանության ուժեղացված ջոկատի օգնությամբ։ Գործին միջամտել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը եւ Ռոսգվարդիայի ծառայողների աջակցությամբ իրականացրել անլեգալ 2025 օպերատիվ կանխարգելիչ գործողությունը։ Խուզարկվել է ավելի քան 450 մարդ, վարչական պատասխանատվության ենթարկվել 42 օտարերկրացի։ Գործողություններն այս պահին էլ շարունակվում են։ Հիշեցնեմ, օրեր առաջ Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքում շուրջկալի ընթացքում մահացել էր տարբեր տվյալներով 2-ից 6 ադրբեջանցի, 50-ը ձերբակալվել էին։ Այս ֆոնին Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով դիմակայության մեջ է մտել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այսօր նախատեսված այցն Ադրբեջան չեղարկվել է, պատճառը Եկատերինբուրգում եւ Վորոնեժում տեղի ունեցած իրադարձություններն են։ Նախորդին Ադրբեջանի արտգործնախարարությունն են կանչել Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին վճռական բողոք հայտնել եւ պահանջել քրեական գործ հարուցել ադրբեջանցիների մահվան հարցում մեղավորներին։ Ըստ նույն աղբյուրների ստեղծված իրավիճակում Բաքուն նպատակահարմար չի համարում Օվերչուկի կամ որևէ այլ ռուս պաշտոնյայի այցն Ադրբեջան։ Նշենք, որ Ադրբեջանում նաև չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական եւ մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները, հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Նույնիսկ բարեկամ համարվող երկրների հետ դիվանագիտական առճակատման մեջ մտնելու սովորության համաձայն Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն արձագանքել է նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի երևանյան ասուլիսին եւ ինչպես իրենք են ձևակերպել վճռականորեն մերժել դեսպանի հայտարարություններն այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը վրդովմունք է արտահայտել եւ դիվանագետի խոսքերն անվանել մանիպուլյատիվ մեկնաբանություն, կեղծ, վտանգավոր եւ նախատեսված իբր Հայաստանի կարիքները բավարարելու համար։ Մեջբերեմ, դեսպանի Ադրբեջանի դեմ պարբերաբար եւ համակարգված սադրիչ հայտարարությունները նպատակ ունեն խաթարել Ադրբեջանի եւ Իրանի միջև հարաբերությունները։ Մեջբերման ավարտը։ Հիշեցնենք, դեսպան Մեհդի Սոբհանին շեշտել էր, որ աշխարհում կա մեկ արևմտյան Ադրբեջան եւ այն Իրանում է։ Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհները, 15 նահանգում արդեն երրորդ օրն է հրշեջները չեն կարողանում կրակի դեմն առնել։ Հանգստյան օրերի ընթացքում 150-ից ավելի անտառային հրդեհի ահազանգ է ստացվել, Իզմիրի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքները։ Հրշեջների գործն ավելի են բարդացնում շոկն ու ուժեղ քամին, որի արագությունը 70-ից 117 կմ/ժ է հասնում։ Մի քանի շրջաններ, որտեղ հրդեհը հասել է բնակելի թաղամասեր, տարհանվել են։ Շատերը փորձել են տարհանել նաև իրենց մեքենաները, բայց փոխադրամիջոցների մի մասն այրվել է։ Ոստիկանությունն օգնում է հրդեհը մարել ջրցան մեքենաների միջոցով, որոնք սովորաբար օգտագործվում են ցույցերը ցրելու համար։ Իդեպ Թուրքիայի արդարադատության նախարարը հայտնել է, որ 17 մարդ ձերբակալվել է, որոնք կասկածվում են երկրի տարբեր նահանգներում անտառային հրդեհների բռնկման պատճառ լինելու համար։ Հրդեհներ են նաև Անտալիա առողջավայրում։ Երբեմն մեղրով ավելին ես ստանում, քան քացախով, ասել է Թրամփը, հավելելով, որ Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը մեծ նշանակություն կունենա Թեհրանի համար։ Նա հայտարարել է, որ Իրանը հյուծված է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների վերջին հարվածներից ու կանխատեսել, որ միջազգային գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Թրամփը նաև նշել է, որ Իրանը կարող է դեռևս ունենալ եւս մեկ գործող միջուկային օբյեկտ։ Մենք գիտեինք, որ նրանք ունեն բազմաթիվ օբյեկտներ, գուցե 3 գումարած մեկը, բայց 3-ն են հիմնականները։ Իսկ մենք հիշեցնենք, որ Թրամփը նախկինում բազմիցս վստահեցրել է, որ Միացյալ Նահանգների հարձակումը Իրանի օբյեկտների վրա ամբողջությամբ ոչնչացրել է երկրի միջուկային ծրագիրը։ Իսկ այս պնդումները կասկածի տակ դնող լրատվամիջոցները ենթարկվել են Թրամփի եւ նրա վարչակազմի քննադատությանն ու ճնշումներին։ Միջազգային լրահոսին հետևել են իմ գործընկերները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն առաջիկա օրերին Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություններ պետք է վարի։ Ըստ NBC News-ի նպատակը պատժամիջոցների մեղմացման դիմաց ուրանի հարստացումը դադարեցնելու փորձն է։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել էր Միացյալ Նահանգների հետ բանակցությունները վերսկսելու որևէ ծրագիր։ Բանակցությունները վերսկսելու շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Բանակցությունների մասին խոսք անգամ չի եղել, ասել է Արաղչին։ Արաղչին պարզաբանել է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը, սակայն Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վերսկսելու որոշումը գնահատման կարիք ունի։ Թեհրանում գրեթե 1 միլիոն մարդ է մասնակցել Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում զոհված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի, այլ բարձրաստիճան զինվորականների եւ միջուկային գիտնականների պետական հուղարկավորությանը։ Հուղարկավորությունը կայացել է 60 մարդու համար, այդ թվում 4-ական կանանց եւ երեխաների։ Սգավորները քայլել են փողոցով, ծածանելով դրոշներ եւ վանկարկելով «Մահ Ամերիկային» եւ «Մահ Իսրայելին» կարգախոսները։ Իրանի այաթոլլահ Ալի Խամենեին չի մասնակցել հուղարկավորությանը։ Ներկա էին Իրանի արտգործնախարար Արաղչին, այլ պաշտոնյաներ եւ բարձրաստիճան զինվորականներ։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախորդին Իսրայելի հասցված հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 49 պաղեստինցի։ Անկլավի հյուսիսում գտնվող Շիֆա հիվանդանոցի տվյալներով 8 մարդ այրվել է Ջաբալիայի փախստականների ճամբարում գտնվող դպրոցի վրա Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով։ Մեկ հարված էլ հասցվել է Գազա քաղաքի մարզադաշտին, որտեղ ապաստանել էին տեղահանված բնակիչները։ Այստեղ զոհվել է 12 մարդ։ Իսրայելի պաշտպանության բանակը հերքել է անզեն մարդկանց վրա կրակելու տեղեկությունները, բայց եւ նշել է, թե հետաքննում է այդ միջադեպերը։ Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Դոնեցկի մարզի Նովոուկրաինկա բնակավայրի նկատմամբ։ 2 մարդ զոհվել է եւ առնվազն 17-ը վիրավորվել Օդեսայի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Օդեսայում հարվածի հետևանքով վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը։ Անօդաչու սարքերից մեկը բախվել է 21 հարկանի բնակելի շենքին, ինչի արդյունքում 7-ից 9-րդ հարկերում հրդեհ է բռնկվել։ Նաեւ հաղորդվում է Դնեպրում տեղի ունեցած պայթյունների մասին, որոնցից առաջ քաղաքում եւ մարզերում հայտարարվել էր օդային տագնապ։ Կիևն իր հերթին հարվածներ է հասցրել Ղրիմի Կիրովսկոե օդանավակայանին, որտեղ 5-ից 6 պայթյուն է որոտացել։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրղստանի պաշտոնակից Ժեյնբեկ Կուլուբաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ գերմանացի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերջնականապես կորցրել են ողջամտությունը։ Ըստ նրա, երկու քաղաքական գործիչներն էլ փորձում են վերադառնալ այն ժամանակներին, երբ Գերմանիան եւ Ֆրանսիան ցանկանում էին նվաճել ողջ Եվրոպան, նախ եւ առաջ ռուսական կայսրությունն ու Խորհրդային սոցիալիստական հանրապետության միությունը։ Նա հիշեցրել է, որ Մակրոնն ու Մերցը համատեղ հոդված են հրապարակել, որում հիշատակվել են ռուսաստանյան սպառնալիքի մասին թեզեր։ Քաղաքական գործիչները Եվրոպային կոչ էին արել զինվել, քանի որ Մոսկվան իբր 2008 թվականից իմպերիալիստական պատերազմներ է վարում եւ ցանկանում է խաթարել եվրոպական անվտանգությունը։ Բելգրադում ցուցարարները հունիսի 30-ի գիշերը փակել են մի քանի կարևոր փողոցներ եւ բարիկադներ կառուցել։ Սերբական Բլից թերթը գրում է վրանային ճամբարների եւ աղբամաններից պատրաստված բարիկադների մասին։ Սավագետի վրայով անցնող գազելակամուրջը նույնպես փակվել է։ Նմանատիպ գործողություններ են տեղի ունենում Սերբիայի այլ քաղաքներում։ Ոստիկանությունն ու քաղաքային ծառայությունները փորձում են վերականգնել երթևեկությունը եւ վերացնել խցանումները։ Ակցիան իրականացնում է բլոկադա ուսանողական շարժումը, որը պահանջում է ազատել նախորդ օրերին ոստիկանության հետ բախումների ժամանակ ձերբակալված ուսանողներին։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 77 մարդ, 38-ը կալանավորվել։ 70 քաղաքացի վիրավորվել է, այդ թվում 48 ոստիկան, հայտնել է Սերբիայի ներքին գործերի նախարարությունը։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչը անկարգությունների մասնակիցներին անվանել է ահաբեկիչներ։ Մերի Դանիելյան, Open Media։ Եվ թողարկումն ամփոփենք հաղթանակի մասին լուրով բռնցքամարտի միջազգային մրցաշարում 5 ոսկե մեդալակիր ունենք եւ ոչ միայն ոսկե, ընդհանուր 12 մեդալակիր։ Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ։ Եզրափակիչում չեմպիոն են դարձել 55 կիլոգրամ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կիլոգրամ քաշային Արթուր Սահակյանը, 65 կիլոգրամ քաշային Նարեկ Հովանիսյանը, 85 կիլոգրամ քաշային Ռաֆայել Հովանիսյանը եւ 90 կիլոգրամ քաշային Նարեկ Մանասյանը։ Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախբազյանն ու Դավիթ Սիմոնյանը նվաճել են արծաթե մեդալներ։ Եվս 4 բռնցքամարտիկ Բարեգամ Հարությունյանը, Իշխան Հովսեփյանը, Արարատ Հարությունյանն ու Համլետ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալներ, հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ մեր հաջորդ թողարկումը ժամը 15:00-ին է, ես Էլանի Զաքարյանն եմ, կհանդիպենք հենց այդ ժամին։